Մեզ են գլխից են զարկել, բայց նորեն հայերն ապրել են, ապրում են, կապրեն։ Հազար դարեր են զարկել, բայց նորեն հայերն ապրել են, ապրում են, կապրեն։ Եղեռնազարկ էլ եղանք, բայց նորեն հայերն ապրել են, ապրում են, կապրեն։ Ով էլ որ զարկի, ինչքան էլ զարկեն, հայերն ապրել են, ապրում են, կապրեն։ Բարև ձեզ սիրելի բարեկամներ, այս հրաշալի տողերը, այս մեր մեծագույն ողբերգությանը ձոնված տողերը պատկանում են հայ ժողովրդի մեծագույն բանաստեղծ Հովհաննես Շիրազին։ Հովհաննես Շիրազը փորձել է այս տողերի մեջ վեր հանել և փառաբանել հայ ժողովրդի հավերժական ոգին։ Այո, մեր ժողովրդին դարեր շարունակ են զարկել, բայց երևի թե մենք այնքան կենսունակ ենք եղել և այնքան հզոր, ոգով այնքան հզոր, որ կարողացել ենք դիմակայել մինչև օրս և այսօր փառք Աստծո ունենք այս տարածքում ազգային պետականություն։ Ազգային պետականություն, որը պիտի լինի բոլորիս աչքերի լույսը, բոլորիս գուրգուրանքի, փայփայանքի առարկան։ Այսօր լրանում է մեծագույն ողբերգության տարելիցը։ Այսօր ապրիլի 24-ն է։ Ինչ ունենք մենք ասելու այսօր, ապրիլի 24-ին։ Նախ մեր խոնարհումն ենք բերում մեր անմեղ զոհերի հիշատակին։ Բայց և փորձում ենք անել որոշակի հետևություններ։ Ինչի համար եղավ այսպես։ Ինչու այսքան կոտորվեցինք և ինչու մինչ օրս այս մեծագույն ոճրագործությունը լայն իմաստով մնացել է անպատիժ, չնայած ժամանակին բազմաթիվ երկրներ ընդամենը ճանաչել են հայերի ցեղասպանությունը։ Ընդամենը ճանաչել են։ Ինչու եղավ այսպես։ Որովհետև մեր գոյաբանական թշնամին որոշել էր իսպառ բնաջնջել հայությանը և թողնել թանգարանում ընդամենը մեկ հայ, այն էլ նմուշի համար, բայց նրա չարաբաստիկ ծրագրերը իրականություն չդարձան։ Օսմանյան կառավարիչների ցեղասպանական գործողությունները միայն 1915-ին չէին, որ պիտի ամբողջանային դժբախտաբար և հասնեին իրենց գերագույն նպատակին։ Դրանից առաջ էլ օսմանյան կառավարիչները բազմաթիվ ցեղասպանական գործողություններ էին իրականացրել հայ ժողովրդի նկատմամբ։ 1895-96 թվականների ցեղասպանական գործողությունները, 1909 թվականի Ադանայի կոտորածները վկայել են նրա մասին, որ այդ արյունարբու, արյան և զոհերի վրա հիմնված կայսրությունը, այդ հակամարտկային կայսրությունը որոշել էր իսպառ լուծել հայկական հարցը, ինչպես կասեր Պարուշ Սևակը, հայոց հողում մեկ հայ անգամ չթողնելու ամենադաժանագույն վճռով։ Բայց նորից եմ ասում, այդ արյունարբու, այդ դաժան ծրագրերին իրականություն դառնալը վիճակված չէր։ Ցեղասպանությունը իրականացվեց, այո, 1915 թվականին և նաև շղթայական ռեակցիայի օրենքով շարունակվեցին ցեղասպանական գործողությունները մոտավորապես մինչև 1923 թվականը։ Բնականաբար հայությունը դիմադրեց։ Ես չեմ ուզում այսօր շատ խիստ պատմական փաստերով խոսել այս իրողության մասին, ես այսօր ուզում եմ խոսել ընդհանրական գույներով։ Հայ ժողովրդի լավագույն զավակները, բոլոր ազգային կուսակցությունները այնուամենայնիվ զենք վերցրեցին և դիմադրեցին, ով ինչով կարող էր։ Մասնավորապես հիշատակման է արժանի հնչակյան կուսակցության գործունեությունն այս ժամանակահատվածում, որովհետև սոցիալ-դեմոկրատական հնչակյան կուսակցությունը, որպես հայ ժողովրդի ծոցից դուրս եկած ավանդական ազգային կուսակցություններից մեկը, դեռևս մինչև ցեղասպանությունը, զգալով, որ մոտենում է ցեղասպանությունը, որ օսմանյան երիտթուրքական կառավարիչները այդուհանդերձ իրականացնելու են ցեղասպանությունը Արևմտահայաստանում,
որոշեցին դիմել զինված գործողությունների, քանի որ այլընտրանքը չկար, քանի որ հայ ժողովրդի միակ փրկությունը այդ ժամանակահատվածում նրանք տեսան զինված դիմադրության մեջ, քանի որ սպառված էին բոլոր այլ քաղաքական միջոցները։ Եվ բնականաբար նրանց Ռումինական Կոստանցա քաղաքում տեղի ունեցած համագումարում նրանք որոշում կայացրեցին զինված պայքարի միջոցով դիմադրել երիտթուրքական հակահայ պարագլուխներին և մասնավորապես երիտթուրքական պարագլուխներին վերացնելու որոշում կայացրեցին։ Սակայն դժբախտաբար մատնության զոհ են դառնում այն հնչակյանները, որոնք գործուղվել էին Կոստանդնուպոլիս թուրքական պարագլուխներին ոչնչացնելու նպատակով և 1915 թվականի հունիսի 15-ին կախաղան բարձրացրեցին Հերոս Հնչակյան Փարամազի գլխավորությամբ։ Նրանք հայ ժողովրդի հերոս զավակներն էին։ Նրանք հայ ժողովրդի ազգային ազատագրական պայքարի ջահակիրներն էին։ Իհարկե, բոլորովին այս ամենը ասելով չեմ թերագնահատում նաև մյուս կուսակցությունների և մյուս քաղաքական ուժերի դերն ու նշանակությունը ազգային ազատագրական պայքարում, որովհետև եղան ազգային ազատագրական պայքարի փառահեղ դրսևորումներ 1915 թվականին, որոնք գոնե որոշ չափով մեղմեցին այն դաժանագույն հարվածների այդ ողջ ուժգնությունը, որ օսմանյան կառավարիչները ուղղել էին հայության նկատմամբ, անզեն, անպաշտպան հիմնականում հայության նկատմամբ։ Եվ այսօր ինչ հետևություն ենք մենք կատարելու այս ամենից։ Այո, զգացմունքները շատ են, էմոցիաները շատ են և ցավը շատ է դեռևս։ Ցեղասպանությունը կատարվեց միջազգային հանրության, կարելի է ասել, եթե ոչ ամբողջական, ապա մի զգալի չափով անգործունեության պայմաններում, գերտերությունների երկակի ստոր քաղաքականության իրողությունների պայմաններում, որոնք մի կողմից իրենց աջակցությունն ու կարեկցանքն էին ընդամենը խոսքերով հայտնում հայությանը, որ ահա մենք կօգնենք ձեզ, ահա մենք տեր կկանգնենք ձեր դատին, մենք թույլ չենք տա, որ վանդալները, արյունարբու մարդասպանները ձեզ կոտորեն, բայց իրականության մեջ, երբ որ մոլեգնեց ցեղասպանությունը, նրանք գրեթե ոչ մի բան չկարողացան անել, գրեթե ոչ մի բանով չկարողացան օգնել հայությանը։ Ինչու գրեթե ոչ մի բանով, կարելի ասել ոչ մի բանով չկարողացան օգնել, որովհետև այդ ժամանակահատվածում բռնկված էր արդեն առաջի համաշխարհային պատերազմը, գերտերությունները տարված էին առաջի համաշխարհային պատերազմով, իրենց շահերով, իրենց քաղաքական և տնտեսական շահերն էին հետապնդում այդ պատերազմում, իսկ հայության խնդիրները նրանց համար մեղմ ասած բոլորովին էլ ամենաառաջնահերթը չէին։ Եվ ահա հրաշքով ցեղասպանությունից հետո հայությունը կարծես թե Փյունիկի նման հառնեց։ Հայ ժողովրդի հավերժական ոգին, անկոտրում ոգին, ապրելու վճռականությունը, ապրելու կամքն ու եռանդը հաղթեցին։ Եվ մենք այնուամենայնիվ 1918 թվականի հերոսամարտերից հետո կարողացանք այս տարածաշրջանում մեր պատմական հայրենիքի մի մասում ձևավորել ազգային պետություն։ Այդ ազգային պետությունը, առաջի հանրապետությունը հետագայում ունենալով մոտավորապես 2 տարվա կյանք փոխակերպվեց Հայաստանի խորհրդային հանրապետությանը, իսկ Հայաստանի խորհրդային հանրապետությունը գոյատևելով մոտավորապես 70 տարի, այնուհետև ծնունդ տվեց նոր 3-րդ հանրապետությանը։ Այս հանրապետությունների ծնունդները վկայեցին մի բանի մասին, որ հայ ժողովուրդը դարեր շարունակ երազել էր և երազում է մինչ օրս ունենալ իր ինքնությունը, իր պետականությունը, իր արժանապատվությունը։ Եվ արժանապատվության զգացողությունը, ապրելու կամքը հաղթեց մահին։ Եվ մենք այսօր նորից եմ շեշտում այս տարածաշրջանում, այս հողի վրա, այս հողակտորի վրա ունենք մեր պետությունը, որը պիտի ունենանք, որը պիտի փայփայենք աչքի լույսի պես։ Ցավոք 2020 թվականին և 2023 թվականին մեր նույն գոյաբանական թշնամիների կողմից շարունակվեցին մեր դեմ իրականացվող ոտնձգությունները։ 44-օրյա պատերազմը, 2023 թվականի Արցախահայության ըստ էության ցեղասպանությունն ու հայրենազրկումը,
որը դարձյալ տեղի ունեցավ միջազգային օրենքների անկատարության, միջազգային օրենքների չգործունեության պատճառով։ Եվ մենք դարձյալ կանգնեցինք այն ողբերգական փաստի առաջ, որ եթե առաջին հերթին մենք չլինենք մեր գլխի տերը, մեր ճակատագրի ճարտարապետը, որևէ այլ ուժ չի կարող գալ եւ օգնել մեզ, որովհետեւ այս դաժան աշխարհում հաշվի են նստում ուժերի հետ, որովհետեւ դժբախտաբար թե բարեբախտաբար, ինչպես կուզեք մտածեք, ուժն է ծնում իրավունք։ Եվ ամեն դեպքում մեր հերոսները դիմադրեցին։ Ամեն դեպքում առաջին Արցախյան պատերազմում մենք ազատագրելով Արցախը, ունենալով ռազմական հաղթանակներ, այնուամենայնիվ կարողացանք նաև 2020 թվականին, անգամ 2023 թվականին էլ դիմադրել, պայքարել, ցույց տալ աշխարհին, որ ինչքան էլ մենք մենակ ենք, ինչքան էլ ուժային հարաբերակցությունը մեր թշնամիների հանդեպ բոլորովին էլ մեր կողմը չէ, եթե մենք կարողանում ենք ունենալ արժանապատվության զգացողություն, մեր հայրենիքը պաշտպանելու, մեր ինքնությունը պաշտպանելու զգացողություն, ուրեմն մեզ անհնար է կոտրել, ուրեմն մեզ անհնար է հաղթել եւ ոչնչացնել։ Այդ իսկ պատճառով նորից ու նորից, սիրելի բարեկամներ, իմ խոնարհումը բերելով 1915 թվականի ցեղասպանության անմեղ զոհերի հիշատակի առջև, ես վերահաստատում եմ իմ խորին հավատը, որ հայ ժողովուրդը հավերժի ճամփորդ է, որ հայ ժողովուրդը այդուհանդերձ, չնայած բոլոր հարվածներին, բոլոր զրկանքներին, շարունակելու է ապրել, շարունակելու է բարգավաճել եւ շարունակելու է իր արդար ընթացքը։